Հայ-չինական հարաբերությունների զարգացման ևս մեկ փուլ, որը հաստատվեց վերջին շաբաթվա ընթացքում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Չինաստան այցի ժամանակ։ Մեծ տպավորություններով վերադառնալով Հայաստան, նա նշեց, որ չինացիներից աշխատասիրություն և կարգապահություն պետք է սովորել, և կարևորելով հայ-չինական հարաբերությունները ավելացրեց, որ պետք է մի քանի ոլորտներում համագործակցության եզրեր գտնել։ Մենք մի կարևոր պատմական պայմանագիր ենք կնքել Չինաստանի Շանսի նահանգի հետ համագործակցության և բարեկամության։ Հենց առաջի հանդիպումից ամեն ինչ անցավ ջերմ մթնոլորտում, սա բերեց նրան, որ չնախատեսված նաև երկրորդ պայմանագիրը կնքեցինք, երկու քաղաքների միջև, Ստեփանավանի և Յունչեն քաղաքի միջև, բարեկամության պայմանագիր։ Հատկապես հանքարդյունաբերությունն է շատ հետաքրքրել չինական կողմին և նրանք պատրաստ են մեծ ներդրումներ կատարել։ Այդ իսկ պատճառով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակամիջոցում կներկայացնի առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Անցնելով մարզի այլ խնդիրներին անդրադարձ եղավ նաև համայնքային ընտրություններին։ Այսուհետ շատ խիստ կվերահսկվեն այն համայնքապետի գործողությունները, որը ընտրությունների ընթացքում չի ընտրվել, բայց դեռ պաշտոնավարման ժամանակ ունի։ Համայնքի ղեկավարը կարա համայնքը հնեց խորտակի, որ հաջորդ ընտրված գյուղապետը կամ քաղաքապետը չի կարա դրա տակից դուրս գա, որ համայնքում ընտրությունը կայացավ, գործողը չընտրվեց և ժամկետ ունի 2-3 ամիս ղեկավարելու, պարտադիր բոլոր ավականու որոշումներին ուշադրություն ենք դարձնելու, բոլոր ֆինանսական շարժին պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի չթողնենք, որ համայնքը 2 ամսում գա խորտակի հողին հավասարացնի։ Հրատապ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում աշխատանքները ընթանում են բնականոն հունով։ Միայն ասֆալտապատման գործընթացն է, որը կախված է եղանակային պայմաններից։ Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում այն կիրականացվի 2012 թվականին։ Թումանյանի տարածաշրջանը դուք տեղյակ եք, ուրեմն Օձունի եկեղեցի տանող ճանապարհը ավարտված է, ավտոբուսով աշխատանքները ավարտվել է, Աքորին երևի այսօր վաղը կավարտեն արդեն դեռ շև են դանտարել հողային աշխատանքները, Հաղպատը կմտնեն վաղվանից, եթե եղանակները լավը կլինի ասֆալտապատումը կանի, եթե չէ, ասենք այդ հողային խոսային աշխատանք։ Նիստի ընթացքում քննարկվեց նաև դպրոցների ջեռուցման հարցը, թեև դպրոցական հաստատություններից ահազանգ դեռևս չի ստացվել, այնուամենայնիվ դպրոցների ջեռուցումը շատ կարևոր է, իսկ երեխաների առողջությունը առաջնային։ Նարէ Ստեփանյան, Ժան Գալստյան, Միք հեռուստաընկերություն։